Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ, նոր վլոգ եմ սկսում նկարել, տանն եմ, այդքան էլ տանը չեմ, երեկոյան գործ ունեմ, բայց առավոտյան մինչև ժամի 5-ը տանն եմ, առավոտից մինչև ժամը 5-ը և այսօր միս եմ պատվիրել, սպասում եմ արդեն պետքա բերեն, ուր որը պետքա գան ու մինչև գործի գնալս զբաղվելու եմ, օй լույսը խփում այդքան էլ լավ չի, ու մինչև գործի գնալս զբաղվելու եմ մսով, կտրտել, տեղավորել, լվացել, չնայած որ այսօր ուզում ենք նաև խորոված անել, բոլորս տանն ենք ու տեսնենք էլ ինչ ենք անելու, ինչպես միշտ կլինեն ինձ թվում այս վլոգում պատվերներ և տեսնենք ինչ ենք նկարում այդպես կոնկրետ և այսպես պիլասոսը մաքրում էր, դրա համար անջատեցի, որովհետև ահա որ բարձր զվուկ ունի։ Պիլասոսն էլ իր գործ արեց, ես հիմա մի հատ սուրճ եմ խմում և երևի արդեն միսը կբերեն, կասնեմ գործի, որպեսզի վերջացնեմ և գնամ աշխատելու։ Մեր մոտ այնքան տաք հավես եղանակ այս 2 օրը 23-25 գրադուսա, դուրսը ֆուտբոլկայով դուրս ես գալիս, ուղղակի յուրահատուկ եղանակա, ուզում ես անդր դուրս գաս քայլես, բայց դա տնային գործերը ոչ մեկ ապմենից չի արել, պետքա տնային գործերով նույնպես զբաղվենք և երևի այսօր գնամ ներք վերցնեմ ու վերջապես մազերս ներկեմ, որովհետև ահա որ սպիտակել այս մասս, ոնց որ քաչալ լինի, որ սպիտակում այս մասս ոնց որ քաչալ լինի, մազերս բացվում է և երևի կներկենք այսօր մազերս կամ վաղը, չգիտեմ ոնց կհասցնեմ, այսօր կհասցնեմ թե չէ, բայց պետքա ներկա առնեմ, երբ որ ներկա առնում եմ տունն է լինում հեշտ ու հանգիստ կարողանում եմ ներկել, դե ինչի մանջատեմ, սուրճս վայել եմ և ասնեմ գործի ձեր նույնպես կկիսվեմ ինչ միս եմ պատվիրել, ինչ եմ անելու, երևի այս անգամ չհասցնեմ շատ պոլուֆաբրիկատներ անեմ, միգուցե կոտլետներ անեմ, դնեմ սառնարանը, կոտլետներ անպայման սառնարանի համար ունենում եմ առած դրանց, բայց դե լավ է, երբ որ ամեն ինչ պատրաստ է լինում, սառցարանից անում ես և օգտագործում ես, բայց չգիտեմ կհասցնեմ, թե չեմ հասցնի, բայց կոտլետներ անպայման կանեմ և տեսնենք էլ ինչ ենք անելու, միգուցե և բլինչիկներ էլ անեմ, եթե Մարինա խոստա շերտերը, որ ինքը կպատրաստի, բայց դա այդքան էլ հավանականություն չունի, որովհետև հիմա տարվա վերջ է, ինքն է պարապում, ինքը աշակերտներ ունի, այդպես շատ խիտ գրաֆիկով է հիմա, բայց դա միգուցե համոզեմ և պատրաստի բլինչիկի շերտերը, հույս ունենանք։ Եթե ինքը պատրաստի, եսը կփաթաթեմ, ֆարշը կպատրաստեմ, այդպես ավելի հեշտ կլինի և երբ որ մի բան չի լինում, արագ պետք է ինչ-որ մի բան հանես ուտելու, բլինչիկներն հանում ես սառցարանից, դնում եմ ջեռոցը, առանց ձեթի եմ տապակում, առանց ձեթի այդպես ավելի համեղ է լինում, չնայած որ ֆարշը ձեթով է տապակվում ու ջեռոցի մեջ ավելի համեղ է ստացվում, համենայն դեպս մերոնք այդպես են սիրում, ոչ թե ձեթի մեջ շատ տապակածը, հանում ես շատ արագ, շատ հեշտ և ուտելու հարցը լուծում ես, բայց դա տեսնենք ոնց կլինի։ Եվ ինչ եմ պատվիրել, հավ եմ վերցրել, ինչպես միշտ այս անգամ այնքան մեծ հավեր են, ուղղակի 13 կիլոգրամ է և 5 հատ հավ, պատկերացրեք ինչ մեծ է։ Այստեղ տավարի միս է, նույնպես 13 թե 14 կիլոգրամ է և 2 տեսակի խոզի միս, չալաղաջ և սովորական աղացելու միս, սա արդեն ամուսինս լավ է կտրել, պատրաստել է, հիմա մնում է խորովածինը դնենք բաստուրմա, մնացածը արդեն աղացելուն թողեմ աղացեմ, իսկ մնացածը արդեն տեղավորեմ սառնարան։ Այստեղ արդեն կտրտեցինք, պատրաստեցինք, հիմա տավարի միսը կաղամ, հետո խոզինը,
մի փոքր մասը կխառնեմ կոտլետների համար, որպեսզի տավարի եւ խոզի միս լինի, այդպես ավելի հյութեղ է ստացվում կոտլետները, մենակ տավարի միսովը շատ չոր է ստացվում։ Տավարի միսը կթողնեմ տոլմաների համար եւ տեսնենք էլ ինչ ենք անելու։ Ինչպես ասացի, չեմ հասցնում ընդհանրապես պոլոֆաբրիկատներ պատրաստել, մենակ կոտլետները արագ կպատրաստեմ մի ձևի եւ վերջ։ Վերցրել եմ զակազներից մի մասը, դա դեռ ամենաքիչ մասն է։ Այստեղ գելեր են, սա պավտոռը, ամենապահանջված գույներից մեկն է, սա նորություն էր, սրանից չեմ ունեցել, եւ այս սրանք նույնպես, ընդհանրապես առաջ Ռունելից ընդհանրապես գոհ չէի ու աշխատում էի չգնել, բայց այս անգամ այս նոր տեխնոլոգիայով է, որոշեցի փորձել, քանի որ գինն էլ էր շատ լավը, այս 3 հատը համարյա 600 ռուբլի էր, եթե չեմ սխալվում, որոշեցի վերցնեմ, փորձեմ, նատուրալնի գույներ են, դեռ չեմ բացել, միասին կբացենք, այստեղ 3 ուպակովկա գել լակեր են, մի ուպակովկան բազայա, երկուսը գել լակեր են, դեռ եթե չեմ սխալվում 4 թե 5 ուպակովկա էլ պետքա գա։ Էլ ինչ եմ վերցրել։ Կրաֆտ պակետ, փոքր տարբերակը մկրատների համար 75-ը 150-ի, այս մեծ տարբերակը պիդիկյուրնի նաբորի համար է։ Առաջ վերցնում եմ այս թափանցիկ էկրանով տարբերակը, բայց այս անգամ նայեցի, ուրիշ անգամներ ընդհանրապես ուշադրություն չէի դարձնում։ Առանձին ես պատվիրում, այդքան ուշադրություն չես դարձնում գնային, երբ որ այս անգամ այսպես մեծ պատվեր էի անում, գնային առումով նայեցի, այս թափանցիկ էկրանով կրաֆտ պակետները, կարելի ասել ամեկ ուպակովկայի մեջ, ես վերցնում եմ 100 ուպակովկան, համարյա 200 ռուբլի տարբերություն կար, թե այս սովորական թղթից տարբերակը, թե 200 ռուբլի թանկ էր թափանցիկ էկրանով կրաֆտ պակետից, դրա համար այնպես չի դա ինչ-որ ֆունկցիա կատարում, ես գիտեմ իմ գործիքները, որ փոքր կրաֆտ պակետը դա մանիկյուրնի նաբորն է, մեծ կրաֆտ պակետը դա պիդիկյուրնին է, ու այն փոքրները դեռ չի եկել, ֆրիզայինը վերջացել է, դա էլ ֆրիզա են դրա մեջ, ու դրա համար որոշեցի ինչու ոչ, ինչու եթե կարելի է այդ 200-200-ը ուրիշ ինչ-որ մի բան պատվիրեմ, դրա համար սովորականը վերցրեցի, հիմա չկա վճարելու ավելի շատ։ Դա ինչ հիմա գելերս բացեմ, ինձ թվում է ամբողջովին գույները ցույց կտամ, երբ որ բոլոր պատվերները վերցնեմ։ Բայց դե կամաց-կամաց կգցեմ, որպեսզի իմ համար դժվար չլինի, որովհետև դեռ 4 թե 5 ուպակովկա էլ գելլակ գալու է, բայց գել էլի պետք է պատվիրեմ, որովհետև ահագին գելեր ունեմ, այս Մոյրայիցը շատ իրենք խադավոյ գույներ են եւ գելերը շատ լավ բարձր որակի են, ես շատ եմ հավանում եւ ահագին գելեր, որ վերջացել է կամ վերջանալու վրա է, պետքա պատվիրեմ։ Այստեղ այս կարզինկան այսպես ամբողջովին լիքն է լինում, այստեղ ահագին արդեն վերջացել է, պետք է այդ ամբողջը պատվիրեմ, իրանք շատ խադավոյ գույներ են։ Այստեղից թարմացնելու ոչ մի բան չունեմ այս գույներից, չեմ պատվիրի երկրորդ անգամ։ Այս կոլեկցիան նույնպես արդեն կամաց-կամաց վերջանա, ու էլ չեմ էլ պատվիրի այս լակրեն, որովհետև այդքան էլ որակապես ինձ դուրս չեկավ, ինքը մենակ կարճ եղունգների վրա է լավ պահում, երկար եղունգներ ու գրիպից անելուց ացլոյկաներ է տալիս, երկրորդ արդեն համարյա 3-րդ շաբաթում, դրա համար ոչ, եւ գնային առումով ինքը շատ այսպես մի փոքր բարձր է, քանց թե Մոյրայը, որի որակը ուղղակի 100%-նի է, կարամ խորհուրդ տամ վերցնեք։ Այսպես սրանք էլ գնեմ տեղը, այս գելը նույնպես շատ լավն է, շատ հաջողված է, այս ֆիրման նույնպես, ուղղակի իրանք գնային առումով մի փոքր թանկ են, բայց դե իրանց գույները, այնպիսի գույներ ունի, այս ֆիրման, որ Մոյրայը չունի, ու հիմա ամառը պետքա գնեմ
այսպիսի գույներ, որովհետև արդեն իսկ պետք է, որովհետև մարդիկ կան, որ հենց այսպես գելով են անում, մենակ ուկրիպից են անում, հենց գելի գույնով։ Դրա համար այս ագենտներն էլ ոչինչ, բայց դեռ եթե ագենտներ, ապա ավելի լավ է այս ալտանիվելոն։ Սա էլ իմ գելերի կոլեկցիան։ Հիմա մի հատ բացեմ այս սրանք եւ տեսնեմ գույները, շատ հետաքրքիր կլինի ինձ այս ամբողջը նայել։ Ինչեւ հաճախորդս կգա, ինքս սիրում եմ ուշանալ, ինձ թվում է այսօր էլ այնպես չի, որ բացառություն կլինի ու ժամանակին կգա, դրա համար մի հատ բացենք, տեսնենք ինչ գույնի են, իսկ որակը արդեն հետո կփորձենք։ Գեղեցիկ նատուրալնի գույն, սա մեկ, սա 0.6 համարներ։ Սա էլ է շատ գեղեցիկ նուրբ երանգ ունի։ Երրորդ գույնը։ Չգիտեմ որակապես փոխվել են այս ռունեյլերը, թե ոչ, առաջ այս ռունեյլերից ահա ոչ ացլոյկաներ էր տալիս։ Ու կապ չունի երկար եղունգ էր, կարճ եղունգ էր, չգիտեմ հիմա ոնց է որակը, եւ այսպիսի նատուրալնի գեղեցիկ գույնը։ Հիմա մնում է փորձենք տեսնենք ոնց է որակը, եթե որակապես լավը լինեն, գույներ շատ ունի, ինչը շատ լավ է, որովհետեւ այս ամառվա համար ինձ պետք են գույներ։ Ինչը մոյրայը չունի այդպիսի գեղեցիկ գույներ։ Այսպիսի գեղեցիկ գույն նոր եմ վերցրել, այս սրանից չեմ ունեցել, կոչվում է մոյրայի Անդրոմեդա, այդպիսի կոլեկցիա ունի, 13-ը, ինձ թվում է գեղեցիկ կլինի եղունգների վրա, եւ երևի հենց սա էլ կփոխեմ իմ եղունգները, որովհետեւ արդեն վաղուց փոխելու ժամանակն է։ Սա էլ շիմեր, այս 4-րդ համարը, սա արդեն չգիտեմ որ երրորդն է, 5 թե 6-րդ ուպակովկան եմ պատվիրում, որովհետև ինքը շատ խադավոյ գույն է ու շատ պահանջարկում է։ Ինքը համ ֆրենչի հետ է գեղեցիկ լինում, համ ուղղակի հենց այսպես թողած։ Այսպես ինքը վարդագույն է շատ երևում, բայց եղունգի վրա ինքը շատ նուրբ, այսպես համայրա չերևացող երանգ է տալիս։ Շատ գեղեցիկ է, չնայած ես որոշել էի այս անեմ, այս վարդագույնը անեմ։ Բայց դե այն նոր գույնն էլ եմ ուզում փորձեմ։ Հիմա եթե ծիպսայի վրա անեմ այն նոր գույնը դուրս գա, միգուցե եւ նոր գույն անեմ։ Այնպես որ չգիտեմ այս վլոգում կլինի եղունգներս փոխած թե չի լինի, որպեսզի ցույց տամ, բայց հաջորդ վլոգներում միգուցե եւ լինի։ Ես ինձ մնում է սրանք կսեմ ծիպսայի վրա։ Ամենը իմ չսիրած գործը է, ստիպսաները քսելն է, գոնե լավ է, այս տպերը ամբողջովին կպցրել ենք, ես ու Մարմինան ենք կպցրել, ահագին շատ պատվիրել էի այս ստիպսաներից, որովհետև քիչ պատվիրում ես, հետո ուզում ես նորից նույնը պատվիրել, ես և տարբեր է գալիս, նույնը չի գալիս, այս երկարությունը եղունգի,
երկար ու կարճ է լինում, ես էլ ներվային անում եմ, երբ որ տարբեր է լինում հաճախորդի ստրիկով։ Եվ այսպես ինչը հիմա քսել եմ, ցույց տամ, մնացածը դեռ ընթացքում են, էլի կամաց ցույց կտամ։ Սրանք գելերն են, 3 հատ ռունեյլը կփորձեմ, չգիտեմ ճիշտ ասած որակապես, սա նոր գույնն է, ես արդեն ինձ արել եմ, շատ հետաքրքիր գույն է ստացվում, ոսկե գույն, մի խոսքով, սա մոյռայա, սրանք գելերը, սրանք բազաներ են, էգո նույնպես փայլիկներով, այսպիսի, և ռոզովի վարդագույն գույներ, բաց մուգ երանգների, որովհետև արդեն սեզոնն է, բոլորով յարկի գույներ են ուզում, հատկապես պիդիկյուրին է, դրա համար պետք էր, չնայած որ բավականաչափ գույներ ունեմ, հատկապես վարդագույնը, փոքր պալիտրա չի, չգիտեմ խի հեռախոսը ցույց է տալիս բաց գույներ, բայց իրանք հատկապես այս վերջինը իրանք յարկի գույներ են, սա վարդագույնների պալիտրան է, և ևս 12 հատ կմիանան այս պալիտրային, դեռ ընթացքի մեջ է բաց կապույտների երանգը, մանուշակագույների երանգը, էլ ինչ կա, մի հատ էլ կա, մի ուպակովկա, բայց չեմ հիշում ինչ ուպակովկան է, և այդպես կամաց կսեմ այսպես հաճախորդների արանքում, կամաց կսում եմ, հիմա նոր վերջացրեցի առաջին հաճախորդից, 10:43-ա, 43 րոպեում վերջացրեցինք, կարճ եղունգներ էր, և հիմա այս ամբողջը հավաքեմ, հաջորդը արդեն կգա, հաջորդը պիդիկյուր է, դրանից հետո ազատ եմ ժամանակ ունեմ կգնամ տուն, հետո նոր հետ կգամ, կշարունակեմ աշխատանքս, այնքան շոկ է, ահա որ շոկ է, իմ մոտ էլ որ այդ ապակիները դե ամբողջովին ինքը ապակի է, իմ մոտ ահա որ շոկ է, չնայած դուրսում նույնպես շատ շոկ է, համեմատած այս եղանակի սեզոնի մեր մոտ ահա որ շոկ է, որովհետև այսպես չի լինում, բայց դե շատ լավ է թող լինի շոկ, ես սիրում եմ որ լինի շոկ, ոչ թե ցուրտ, ավելի լավ է լինի շոկ, քան ցուրտ եղանակ լինի, դե ինչ հավաքեմ, սպասեմ հաճախորդիս։